Պիտի մինուտկա սիրելի Ռուսուդան Սերգեևնայի հետ։ 3 բառով ինչպես կբնութագրեք MedMeet-ը։ Յուրահատուկ նախաձեռնություն։ Եթե ոչ բժիշկ, ապա ինչ մասնագիտություն կընտրեք։ Դիվանագետ։ Ինչը կփոխեիք MedMeet-ում։ Գիտական մասը կավելացնեի։ Ձեր ամենակարևոր խորհուրդը ապագա բժիշկներին։ Մի քիչ կարող է հնչի շատ տրիվիալ կամ շատ հասարակ, բայց խորհուրդ եմ տալի միշտ սովորել, որովհետև անկախ տարիքից բժշկագիտությունը այն մասնագիտությունն է, եւ դու միշտ ունես սովորելու բան եւ երբևէ ուշ չէ մի նոր մեթոդ, մի նոր վիրահատություն, մի նոր նախաձեռնության մասնակցել, մի նոր ինչու՞ չէ նոր մասնագիտություն ստանալու։ Որտեղ եք տեսնում MedMeet-ը 5 տարի անց։ Իմ կարծիքով 5 տարի անց MedMeet-ը լինելու է ռեգիոնալ մեծ ուրեմն միջոցառում, որին սպասելու են, թե երբ է մյուսը սկսվելու։ Ինչ փոփոխություն դուք կառաջարկեիք հիմա առողջապահական ոլորտում։ Դժվար հարց է, որովհետև մեր առողջապահական ոլորտը այսօր գտնվում է ապահովագրական բժշկության ներդրման շեմին։ Ես կցանկանայի, որ մենք այդ անցման փուլը անցնենք հնարավորինս առանց կորուստների, եւ հնարավորինս արագ ունենանք ամուր նորմալ աշխատող ապահովագրական բժշկություն, որը ես համոզված եմ, ելնելով զարգացած երկրների օրինակից, կնպաստի մեր բնակչության առողջության բարելավմանը։ Ռուսուդան Սերգեևնա, ինչ եք կարծում, մի օր արհեստական բանականությունը կփոխարինի բժշկին։ Ոչ, ես 3 օր առաջ մի ռիլ եմ նայել, որտեղ մենք այն 5 մասնագիտության մեջ ենք, որը արհեստական բանականությունը մեզ չի կարող փոխարինել։ Շատ լավ։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն։